Մոտ 1 ժամ մնալով հատուկ քննչական ծառայությունում Արգիշտի Կիվիրյանը դուրս եկավ շենքից մեղադրանքը ձեռքին։ Նախաքննական մարմինը Կիվիրյանին մեղադրանք առաջադրեց քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի առաջին մասով իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը եւ 333-րդ հոդվածի երկրորդ մասի առաջին կետով սուտ մատնություն, որը զուգորդվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով։ Օգոստոսի 24-ին Կոմիտաս 5 շենքի բնակիչներին աջակցություն հայտնած Կիվիրյանն ինքն էր հանցագործության մասին հաղորդում տվել, թե բաժին տանելիս ոստիկանական մեքենայի մեջ իր նկատմամբ բռնություններ են գործադրվել։ Մինչդեռ այսօր նա հայտնվեց մեղադրյալի կարգավիճակում։ Այսինքն ստեղծում են մի նախադեպ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին երբևիցե չբողոքի իր դեմ ապօրինություն, բռնություն կիրառած ոստիկանի դեմ։ Ներկայացնում եմ, որ այդպիսի բան չի եղել։ Ես զրպարտում եմ, կեղծ մատնություն եմ կատարել այդ գառնուկ ոստիկանների նկատմամբ։ Հակադարձելով երկրորդ մեղադրանքին, թե Արգիշտի Կիվիրյանը բռունցքով հարվածել, կծել է ոստիկանին, իրավապաշտպանը կրկին պնդեց, ոստիկաններին նույնիսկ մատով չի կպել։ Ես ավտոմեքենայում իբր հարվածել, կծել եմ ոստիկանին, դրանից հետո գլխով սկսել եմ խփել ավտոմեքենայի դռանը եւ ինքս ինձ վնասվածքներ եմ պատճառել։ Դա է ողջ մեղադրանքի էությունը։ Այսինքն մենք հասել ենք աբսուրդի մի թատրոնի։ Կիվիրյանի գնահատմամբ նախաքննական մարմինը գործի լիարժեք բացահայտմամբ զբաղվելու եւ իր նկատմամբ բռնություն կիրառած ոստիկաններին պատասխանատվության կանչելու փոխարեն զբաղված է գործ սարքելով եւ քաղաքական հետապնդում իրականացնելով։ Սա միանշանակ քաղաքական հաշվեհարդար է, հաշվի առնելով, որ բացի այս քրեական գործից, այս պահի դրությամբ իմ դեմ արկա է 4 հատ վարչական վարույթ, այնպես այդ ամբողջը վկայում է, որ ռեժիմը ամեն ձև փորձում է ինձ մեկուսացնել։ Այսինքն նպատակը, որպեսզի ամեն ձև Հայաստանի Հանրապետության քաղաքացին չպայքարի իր իրավունքների համար, հենց քաղաքական հալածանքը սա է։ Մոտ 1 ամսյա դադարից հետո Արգիշտի Կիվիրյանը 3 ուշ երեկոյան է ստացել ծանոթագիրը։ Նախորդին նա ակտիվորեն մասնակցում էր բողոքի ակցիային ի պաշտպանություն Մաշտոցի պողոտայից ոստիկանություն բերման ենթարկված ակտիվիստների։ Ու հիմա ուղիղ կապ է տեսնում, որ հենց հաջորդ օրը իրավապահներն իրեն մեղադրանք առաջադրեցին։ Իրենք վերջնականապես սպանում են օրենքը, Հայաստանի Հանրապետության քաղաքացին այլ ելք չի ունենալու, կան ինքը նույն կերպ պատասխանի իրենց։ Հենց ամսի 5-ի ընդվզումը դրա ապացույցն էր։ Որպես խափանման միջոց Կիվիրյանի նկատմամբ ընտրվել է ստորագրությունը չհեռանալու մասին։ Երկու մեղադրանքները հաստատվելու դեպքում նրան կարող է սպառնալ մինչև 10 տարվա ազատազրկում։ Այսօր նա հրաժարվել է ցուցմունք տալ։ Պատճառաբանեցի, որ քանի որ առաջադրվել է նման աբսուրդ մեղադրանք, դա վկայում է այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունում արկա է քրեաօլիգարխիկ ոստիկանական ռեժիմ, որը իրականացնում է հետապնդում իմ նկատմամբ, իմ քաղաքական հայացքների եւ հասարակական լրագրողական իրավապաշտպանական գործունեության համար։